Սիրելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Ուժեղ Հայաստան դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ չունի որևէ այլ երկրի քաղաքացիություն, բացի Հայաստանի Հանրապետության անձնագրից։ Այսպես նա պատասխանել է քննչական կոմիտեի այսօր վաղ առավոտյան տարածած հայտարարությանը, թե Նարեկ Կարապետյանը այլ երկրի քաղաքացիություն է ունեցել ու թաքցրել է այդ տեղեկությունը։ Ֆեյքերի օրեր 3, նախ իմ անձնագրի հետ կապված, հետո Սամվել Կարապետյանի իբր պետական համակարգում աշխատանք ունենալու հետ կապված Ռուսաստանի։ Սամվել Կարապետյանն երբեք բացի գործարարությունից Հայաստանից դուրս ոչ մի բանով չի զբաղվել։ Ես էլ, ինչպես գիտեք, երբեք չեմ ունեցել օտարերկրյա որևէ երկրի անձնագիր, ոչ միայն Ռուսաստանի, այլ որևէ երկրի։ Բայց մենք ամբողջ օր լռեցինք այդ ուղղությամբ, որովհետև մի ծրագիր ունենք։ Բոլոր այն մարդիկ, ովքեր Սամվել Կարապետյանի մասին այդ ֆեյք տերվյալը տարածեցին իրենց անունից, նրանց դեմ հայցադիմում են ներկայացվելու դատական, բայց իրենց պես չէ, որ մարդկանց տանեն ձերբակալեն, այլ ուրիշ բանի համար, որպեսզի նրանք վճարեն իրենց ստերի համար, բայց իսկ վճարը գնալու է, գիտեք ուր, գնալու է Սևանի հոգեբուժարան։ Այնտեղ մենք կվերանորոգենք հոգեբուժարանի սենյակները եւ նաեւ ծրագիր կունենանք, որ ով ունի հոգեկան խնդիրներ, անվճար տեղեր տրամադրվեն այդ մարդկանց, որպեսզի անհավասարակշիռ վարքագծով հասարակության մեջ մարդկանց չվախեցնեն։ Իրանց գյուղի բնակիչներին թույլ չեն տալիս մուտք գործել Բերքաբերի ջրամբարի ափին գտնվող հողատարածքներն այն հատվածում, որտեղ սահմանազատում չի իրականացվել։ Սպուտնիկ Արմենիայի հարցմանն ի պատասխան այս տեղեկությունը հաստատել են ազգային անվտանգության ծառայությունից։ Լրատվամիջոցը հարց էր ուղղել գերատեսչությանը. արդյոք իրանցի բնակիչներին արգելվում է գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել Բերքաբերի ջրամբարի ափին, սահմանազատված գոտուց դեպի արևելք ընկած հատվածում։ Եթե այո, ապա ինչու։ Մեկ ամիս անց ազգային անվտանգության ծառայությունից պատասխանել են, որ Կիրանց գյուղի բնակիչները Բերքաբերի ջրամբարի ափին գտնվող իրենց հողատարածքներ կարող են մուտք գործել միայն սահմանազատված հատվածում, իսկ չսահմանազատված հատվածներում ներկայումս մուտք գործել նպատակահարմար չէ, հնարավոր սահմանային միջադեպերից խուսափելու նպատակով։ Էբոլայից մահացածների թիվը հասել է 139-ի, իսկ վարակվածների թիվը գերազանցել է 600-ը, հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենը։ Կազմակերպությունը կանխատեսել է, որ այս թիվը կշարունակի աճել։ Կոնգոյում եւ Ուգանդայում գրանցվել է Էբոլայի Բունդիբուգյո շտամի բռնկում։ Տարածաշրջանում հայտարարվել է արտակարգ դրություն։ 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի Մալաթիա նահանգի Բադալգազի շրջանում։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով առավոտյան ժամը 9-ին։ Երկրաշարժի օջախը գտնվել է 7.3 կիլոմետր խորության վրա։ Ավերածությունների մասին դեռևս տեղեկություններ չկան։ Ցնցումները զգացվել են նաև հարևան նահանգներում։ Իսրայելի զինված ուժերը Գազայում ոչնչացրել են Համասի զենքի պահեստը եւ հրթիռային կայանքը։ Արձագանքելով տարածաշրջանային զարգացումներին, Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Խեզրյանը հայտարարել է, որ Թուրքիայի արտգործնախարարը պետք է ճանաչի իր տեղը եւ հասկանա, որ իրավունք չունի Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ օգտագործել պետք է բառը։ Իրադրությունը ծայրահեղ սրված է մնում նաև լիբանանյան ճակատում։ Իսրայելական ավիահարվածների հետևանքով Լիբանանի Տյուրոս քաղաքում բնակելի շենքերից մեկը հիմնահատակ ավերվել է։ Հարակից կառույցները լուրջ վնասներ են կրել պայթյունի ալիքից։ Իսրայելական կողմը պնդել է, թե թիրախավորված շենքը օգտագործում էր Հեզբոլլահ խմբավորումը։ Եթե Իրանը միջուկային սպառազինությունների մրցավազք սկսի ամբողջ աշխարհում, դա կազդի բոլորի անվտանգության վրա, կարծել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Նրա խոսքով իրենք փորձել են աշխարհը պաշտպանել առհասարակ միջուկային զենք ստեղծելու մտքից։ Վենսը նաև շեշտել է, թե իրենց ամեն քայլ բացատրել են։ Ինչ կլինի, եթե իրանցիները ստեղծեն միջուկային զենք։ Մենք գիտենք, որ Պարսից ծոցի շատ երկրներ կցանկանան ունենալ իրենց սեփական միջուկային զենքը եւ աշխարհի շատ երկրներ նույնպես, սակայն դա հնարավոր չէ, քանի որ կսպառնա աշխարհի անվտանգությանը, ասել է ԱՄՆ փոխնախագահը։
Անվտանգության դաշնային ծառայությունը ձերբակալել է Ռուսաստանի քաղաքացու, որը Կրասնոդարի երկաթուղու վրա ահաբեկչական հարձակում է պլանավորել։ Գործակալության տվյալներով Ռուսաստանում արգելված ուկրաինական ահաբեկչական կազմակերպությունը Telegram հարթակի միջոցով հավաքագրել է կասկածյալին։ Գործակալության տվյալներով Ռուսաստանում արգելված ուկրաինական ահաբեկչական կազմակերպությունը Telegram-ի միջոցով է հավաքագրել կասկածյալին։ Նա պլանավորում էր ինքնաշեն հրկիզող սարքով հրդեհել տարածաշրջանային երկաթուղային օբյեկտը։ Ռուսաստանի եւ Չինաստանի ղեկավարները միջազգային հարաբերությունների նոր մակարդակի մասին հռչակագիր եւ 40 համատեղ փաստաթուղթ են ստորագրել։ Уважаемый председатель Си Цзиньпин, Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքի ճգնաժամի ֆոնին երկու երկրների հարաբերությունները հասել են աննախադեպ բարձր մակարդակի, դառնալով գործընկերության մոդել, որը լավ դինամիկա է ցուցադրում նույնիսկ արտաքին անբարենպաստ գործոնների պայմաններում։ Նա նաև նշել է, որ վերջին 4 տարի ընթացքում Ռուսաստանի եւ Չինաստանի միջև առևտրաշրջանառությունն աճել է ավելի քան 30 անգամ։ Չինաստանի նախագահ Սին Ցզինփինը հայտարարել է, որ երկու պետությունները պետք է համատեղ ստեղծեն ավելի արդարացի համաշխարհային կառավարման համակարգ։ Պուտինը Սի Ցզինփինին հաջորդ տարի հրավիրել է Ռուսաստան։ Նա պատրաստակամություն է հայտնել աշնանը մասնակցելու Շենժենում կայանալիք Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին։ Լիտվայում խուճապ է սկսվել անհայտ ուկրաինական անօդաչու թռչող սարքի պատճառով։ Երկրում հայտարարվել է օդային տագնապ։ Վիլնյուսի օդակայանը փակվել է, իսկ դպրոցականներին տարհանել են ապաստարաններ։ Սևաստոպոլի դպրոցներից մեկում պատշգամբի փլուզման հետևանքով տուժել է 17 տարեկան 9 դեռահաս։ Միջադեպը տեղի է ունեցել, երբ աշակերտները դուրս են եկել պատշգամբ լուսանկարվելու եւ միասին ցատկել են։ Նրանք ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։ Չինաստանում անձրևների պատճառով սկսված աղետալի ջրհեղեղների հետևանքով առնվազն 22 մարդ է զոհվել, 20-ը համարվում է կորած։ Ջրի մակարդակի կտրուկ բարձրացման պատճառով հարյուրավոր բնակիչներ արգելափակվել են։ Հեղեղումներն ամբողջությամբ ծածկել են տներն ու ցանքատարածությունները, արգելափակել ճանապարհները եւ խաթարել էլեկտրամատակարարումը։ Բնակիչները տարհանվել են։ Հայտարարվել է հեղեղումների դեմ պայքարի 4-րդ մակարդակի արտակարգ դրություն երկրի 7 նահանգում։